Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, շնորհակալություն պարոն Հայրիկյան։ Թերևս սկսենք անուններից, հա, դաշինքների անուններից։ Այն որ կոչվում է Ծառուկյան դաշինք, խոսում է նրա մասին, որ ամեն ինչ պատրվում է Ծառուկյանի շուրջ եւ մարդիկ հավատում են հրաշագործի, փրկչի ինչ որ կերպարին, որը նրանց խնդիրները կլուծի։ Հետո ազնիվ է Ծառուկյան կոչելը։ Ելքը པարզ չի թե ինչ է, որտեղից է մտնում, որտեղից է դուրս գալիս։ Ձեր մոտ ընդհանրապես անուն չկա։ Եթե լինի Օհանյան դաշինք, ձեզ դուր կգա օրինակ, կամ Հայրիկյան դաշինք։ Հայրիկյան դաշինքը հաստատ դուր չի գա, որովհետև Հայրիկյանը մեկ անձ է եւ այդ մեկ անձը չի կարող դաշինք լինել։ Եթե դաշինքի մասին ես խոսում, անպայման պիտի նշես դաշինքի գոնե երկրորդ կողմի։ Դա պարզապես հայերենի պահանջն է։ Ինչ վերաբերում է մեր անվան բացակայության, այո, դա ինձ մտահոգող հարցերից մեկն է, որի մասին ես երեք ստիպված եղա բարձրաձայնել, որովհետև երբ դու զբաղվում ես հանրությանը վերաբերող հարցով, երբեմն պետք ունես հանրության արձագանքի միջոցով տեսնել, թե որն է պատասխանը կամ ինչ ակնկալիքներ կան։ Այո, դա կարող եք համարել հիրավի, կարող եք համարել մեր բացթողումներից մեկը, բայց դա այն բացթողումն է, որի մասին մենք որի ուղղությամբ լուծում ընդունելու մասին մենք պիտի շտապենք։ Ես օրինակ հաճույքով ձայն կտայի մի դաշինքի, այդպիսի դաշինք չկա, որը կոչվում է եվրոպական ընտրություն։ Այդպիսի դաշինք Հայաստանում չկա եւ կարող է եւ չլինի։ Անունը պետք է գայթակղի, հա, ընտրողին։ Դուք ճիշտ եք, բայց դա այդպիսի մոտեցում կարելի էր ակնկալել միայն այն դեպքում, եթե մենք խոսեինք իրապես ընտրության մասին։ Այսինքն հասկանայինք, որ Հայաստանում սովորական քաղաքական ընտրություն է գնում, բայց մենք շատ լավ գիտենք, որ բացի նրանից, որ մյուս ընտրություններից սա չի կարող տարբերվել, մենք ունեցել ենք մեծագույն կեղծիքներով ընդունված սահմանադրություն, 70%-ը դեմ է քվեարկել, եւ այդ սահմանադրության հովանու ներքո ընտրություն ակնկալելը տեղին չէ։ Եթե իսկապես լիներ ընտրություն, ապա ես կլինեի մի միավորի մեջ, որը անպայման գոնե այդ կողմնորոշումը կշեշտեր։ Բայց քանի որ մենք ունենք այսօր ավելի կարևոր խնդիր, քան արտաքին կողմնորոշումն է, չնայած արտաքին կողմնորոշումը երբեմն ներառում է նաև արժեքային համակարգը, դա ավելի ճիշտ է ուղղակիորեն առնչվում։ Բայց այսօր ամենակարևորը կեղծիքների այդ ընդհանուր միջավայրից ազատվելու հարցն է, գոնե մեզ համար այդպես է։ Հայաստանում էլի քաղաքական ուժեր կան, որ հասկանում են, որ կեղծված սահմանադրությունը այն իշխանությունը, որի դեմ պայքարում ես, դրա հիմնական զենքն է։ Այսինքն որևէ իշխանավոր այս հանրության դեմ ժողովրդի դեմ իր բացասական գործերում աշխատում է օրենքներով եւ իր անհատական կարգադրություններով։ Սահմանադրությունը օրենքների օրենքն է, թագավորն է։ Այնպես որ մեր հիմնական խնդիրը այդ է, բայց ես կարծում եմ, որ դուք եթե մենք ընդունենք այն անունը, որը օրինակ ես եմ ծրագրում կամ սկզբից մենք ասում ենք ժողովրդավարական դաշինք, մեր դաշինքի անդամներից մեկ անցած օր ասեց, ինչ կարծիք եք ճակատի վերաբերյալ, ասեցի ճակատը ավելի ընդգրկուն մի բան է, բայց սկզբունքորեն դեմ չեմ։ Ժողովրդավարությունը դա հենց այն է, ինչ դուք կոչեցիք եվրոպական կողմնորոշում։ Այնպես որ կարծում եք, որ չի լինի, բայց կարող է եւ լինել։ Մենք հակված ենք նաեւ այլ անունների, օրինակ ազատ հայք, այսինքն անունը պիտի իր մեջ արտահայտի, իր մեջ պիտի կրի քո հիմնական կողմնորոշումը։ Ինչու հայք ոչ թե Հայաստան։ Հայք, որովհետեւ հայքը ներառում է եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը։ Մենք ուզում ենք, որ մեր անունը իր մեջ նշի մեր պատասխանատվությունը ամբողջ հայության նկատմամբ ներառյալ նաև պատմական Հայաստանի գոնե այդ պատմական Հայաստանից հեռացած գոնե այն քաղաքացիների իղձերն ու երազները, որ մտածում են, որ երբևէ կվերադառնան իրենց հայրերի երկիրը, ոչ ֆիդայական երկեր, բարձունակ երկեր երկերով, այլ դիվանագիտական լուրջ գործողություններով դրա մասին չխորանամ։ Ես ազատ հայքի մեջ տեսնում եմ նաև ժողովրդավարության գաղափարը։ Երբ քաղաքացին իր ճակատագրի տերը չէ, նշանակում է ինքը ազատ չէ։ Ինքնին քաղաքացի հասկացությունը նշանակում է ազատ մարդ, իր ճակատագրի տնօրինությանը մասնակցող մարդ։ Եթե դու կոչվում ես ազատ հայք, նշանակում է դու աշխատում ես, չասեմ պայքարում ես, աշխատում ես մի այնպիսի Հայաստանի համար, որի քաղաքացիները պիտի ազատ լինեն։ Ի վերջո դա նաև մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, եւ լավ կլինի, որ մեր այսօրվա նպատակադրումները մեր հայրերից, մեր արմատներից շատ հեռու չլինեն։ Դուք ասացիք, որ չեք անկալում, որ այս ընտրությունները կտարբերվեն նախորդ ընտրություններից, բոլոր նախորդ ընտրություններից։ Այդ դեպքում արժի մտնել այդ պայքարի մեջ։ Իհարկե, չարժի մտնել այդ պայքարի մեջ որպես առանձին քաղաքական միավոր, որպես առանձին
հարցի առանձին կողմնորոշման, առանձին գաղափարախոսության հետևորդ, բայց մոտավորապես նման է այն վիճակին, երբ երկիրը բռնադատված է, բռնազավթված է նաև, եւ դու պայքարում ես, կա առիթ պայքարելու այս միջոցով պայքարելու։ Այնտեղ դու ոչ թե դնում ես գաղափարական, գաղափարախոսական հարցեր, այլ դնում ես հայրենիքի ազատագրության հարցը։ Մեկ անգամ մենք այսպեսի փուլով անցել ենք, ինձ շատ է օգնում դժվար իրավիճակներում, օրինակ ասում են այսպեսի ապօրինի իշխանությունների պայմաններում դուք ինչու եք խոսում ընտրություններին մասնակցելու մասին։ Ես վկայակոչում եմ ազգային միացյալ կուսակցության ծրագիրը 74 թվականին Հայաստանի անկախություն հանրաքվեի ճանապարհով, բայց եթե հանրաքվեում դեռ այն ժամանակ կանոնադրությամբ նախատեսված է եղել, եթե հանրաքվեի ժամանակ եթե տեղի է ունենում այդ հրաշք հանրաքվեն, բայց մենք այնպես ենք ներկայացնում, որ իբր համոզված ենք, որ պիտի լինի եւ պարտվում ենք, ապա մենք մեր գործունեությունը շարունակելու ենք սովետական Գերագույն խորհրդի միջոցով աշխատել։ Այսինքն ասում եմ, եթե սովետի օրոք, որը վերից վար ապօրինություն էր, մենք խոսում էինք ընտրությունների միջոցով էլ հարցը փոխելու մասին, ընտրական գործընթացներ օգտագործելու մասին։ Հիմա այստեղ էլ ընտրական գործընթաց օգտագործելու մասին է։ ԱԻՄ-ը բավական հստակ ասեց, մենք մենակ չենք մասնակցի ընտրություններին, որովհետև ընտրություն չի լինելու, բայց եթե դաշինք կձևավորվի, ապա այդ դաշինքով մենք կպայքարենք այն բանի համար, որ հաջորդ միջոցառումները արդեն ընտրության կեղծարարություն չլինեն, այլ լինեն իրական ընտրություն։ Իսկ դա մեկ քաղաքական ուժից վեր է, դրա համար մենք ի տարբերություն որոշ կուսակցությունները, որ ասում են մենք մենակ էլ կարող ենք գնալ կամ մենք դեռ քննարկում ենք, մենք հենց սկզբից ասել էինք գնալու ենք կամ դաշինքով կամ չենք գնալու եւ այդ գծին հավատարիմ ենք։ Ինչու հենց այդ դաշինքը, հա, որովհետեւ կան այլ դաշինքներ, սկզբունքային չի բոր դաշինքը լինի։ Չէ, սկզբունքային է, որովհետեւ այս դաշինքի անդամների հետ առանձին ես խոսել եմ ժողովրդավարության մասին, նաեւ իրենց կոորդինատորի համակարգող Սեյրան Օհանյանի հետ, դեռևս մինչեւ դաշինքում ընդգրկվելը դաշինքին դիմում մենք գիտեք կարգնել պահպանեցինք գրավոր դիմում նախ հայտարարեցինք քվեարկության արդյունքները 2 օր անց դիմում տվեցինք մի քանի օր անց ստացանք արձագանքներ դրական արձագանքներ հետո մասնակցեցինք դեմոկրատների համագումարին ուրեմն բոլորի հետ առանձին խոսել էինք եւ ճշտել ձեր վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ համարում եք երկիրը քաղաքացիներին վերադարձնելու խնդիրը գերկարևոր խնդիր։ Իսկ ով բացասական պատասխան կտար այդ հարցին։ Դե կարող էին ասել այսպես, չէ, այսօր դա երկրորդական, այսօր հեռացնում ենք իշխանություններին, դա է կարևորագույն խնդիրը։ Մոնակ գրված, որովհետև դա նշված էր։ Իսկ մենք ասում ենք, այս իշխանություններին հեռացնելով բերում ենք իրենց պես մեկ այլ իշխանություն, թե մենք բերում ենք ժողովրդի իշխանություն։ Եվ մեր նպատակը ժողովրդի իշխանությունն է։ Դուք շատ ճիշտ եք ասում, ով կհամարձակվի 21-րդ դարում ասել ես ժողովրդավար չեմ։ Բայց երբ դու նախնական շեշտադրում ունես եւ գալիս է կողքից մեկ ու ասում, գիտես, այդ քո շեշտադրումը ես ընդունում եմ, բայց պիտի հավելվի այս գաղափարով համաձայն ես եւ նա ասում է ինչպես կարող եմ դրան չհամաձայնել։ Ասում ես գնանք, մենք իդեպ միջև այս դաշինքի ձևավորումն ենք խոսել ժողովրդավարության մասին։ Բացի այդ կան մասնավոր երևույթներ, ասեմ, իմ եւ Սեյրան Օհանյանի բարեկամական հարաբերությունները իր դեռևս նախարար եղած ժամանակվա ընթացքում չասեմ շատ մտերիմ, բայց հանդիպումներ, մտերմիկ հանդիպումներ, զրույցներ մեր ժողովրդի ճակատագրի մասին, որի ընթացքում ես տեսել եմ, որ ինքը ոչ թե պարզապես մտահոգ է, այլ ստրատեգիական մոտեցումներ ունի։ Այսինքն մեզ սպասում են մարտահրավերներ, մեր նախները արկա մարտահրավերների նկատմամբ բավարար ուշադիր չեն եղել, ուրեմն մեր խնդիրն է այսօր հակառակը լինել շատ ուշադիր։ Արամ Սարգսյանի հետ մենք ունենք տևական աշխատանքի փորձ։ Արամ Սարգսյանի հետ 96 թվականին չնայած տարբեր բևեռներում էինք, չէ, դարձյալ ինքը սոցիալիստ, մենք ազատական եւ քրիստոնեա-դեմոկրատական ուժերի հետ համագործակցող ուժ եվրոպական, մենք միասին ստեղծեցինք այն դաշինքը, որ 96 թվականին ներկայացավ մեկ տեխնացուով։ Մենք միասին աշխատելու շատ արդյունավետ փորձ ունենք։ Օսկանյանի հետ հարաբերություններ եղել են, Վիկտոր Դարաքյանի հետ պատգամավոր ենք եղել, ոչ միշտ բոլոր հարցերում համակարծիք եւ այնպես որ դա նույնպես դեր կատարեց։ Շատ կարեւոր էր նաեւ մեր արած նախնական դիմումին մյուսների արձագանքը։ Նրանք ովքեր պատրաստակամություն էին հայտնել աշխատել, այսինքն կար դրական արձագանք, բնականաբար նրանց հետ պիտի աշխատես։ Իսկ եթե ասում եք ելք դաշինքը կամ Ծառուկյանի դաշինքը, մենք դիմել ենք իրենց, մենք բոլորին ենք դիմել ենք նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին, որ գիտեք, կա մի գերխնդիր։ Դուք չեք ընդունում սահմանադրությունը, հակը, մենք էլ չենք ընդունում, իսկ սա շատ կարևոր հարց է, դա առանցքային հարց է։ Գուցե այս փուլում մենք միասին աշխատենք, իրենց կողմից արձագանք չի եղել։ Դա ցույց է տալիս իրենց կարող է դիրքորոշումը ինչ որ նկատառումներ կամ դրանց արկայությունը։ Դրա համար մենք աշխատում ենք նրանց հետ, ում հետ աշխատում են։ Դաշինքը միակողմանի սիրո արտահայտություն չէ։
Դաշինքը երկկողմանի փոխադարձ նաև նախնական վստահության դրսևորման արդյունք է։ Դուք հիշատակեցիք 96 թիվը այն ժամանակ անդիմությանը իսկապես հաջողվեց միավորվել, այսինքն նրանք բոլորը ովքեր դեմ են այս իշխանությանը քվեարկում են Վազգեն Մանուկյանին։ Հնարավոր է դա արդյոք տեխնիկապես հնարավոր է դա խորհրդարանական ընտրությունների դեպքում, թե դա նախագահական ընտրությունների առանձնահատկությունն է, այդ սև սպիտակի բաժանը։ Եթե մենք գիտական նրբանակատությամբ մոտենանք հարցին, ապա հենց այստեղ է որ հնարավոր է դաշինք ձևավորել ի տարբերություն նախագահականի։ Բայց նախագահականի ժամանակ ես մի գաղտնի քայլ եմ արել, կամ ինչպես ասում են ձիով քայլ, որը հնարավորություն տվեց նախագահական ընտրությունները դարձնել միավորվելու ներուժ ունեցող միջոցառում։ Նախագահական ընտրության դեպքում բոլոր մյուս տեխնացիները ամեն ինչից հրաժարվում են, մնում է մեկը։ Ես առաջարկեցի, որ նախ ես հրաժարվեցի, դա մեծագույն քայլն էր, որ կարող էի անել, որովհետև ես նախորդ ընտրություններից ամրագրված էի որպես երկրորդ տեխնացու, եւ բոլորը սպասում էին, որ պիտի դնեմ։ Շատ մարդկանց ես կորցրի այս ժամանակ, բայց կարծում եմ, որ մեր դեմ խաղ չկա, երևույթի առաջնարներն ավելի կարևոր է, քան թե քո դիրքերը մի քանի տոկոսով ավել կամ պակաս լինեն։ Եվ մենք ստորագրեցինք միասնական փաստաթուղթ, դա իմ առաջարկն էր, որ Վազգեն Մանուկյան, դու դառնում ես մեր նախագահի երևացող տեխնացուն, բայց մենք նախագահենք բոլոր նրանք, ովքեր տեխնացությունները հանում են։ Ու այդ թղթի տակ բոլորը ստորագրեցինք, այսինքն Ինչ է դա նշանակում մենք դա նշանակում էր, որ Վազգեն Մանուկյանը նախագահ լինելու դեպքում բոլոր կարևոր որոշումները պիտի ընդունել անպայման մեր համաձայնությամբ եւ ստորագրություններով ամրագրված պահել ենք այդ թղթակը։ Իսկ հիմա վիճակը ավելի հեշտ է։ Հիմա խորհրդարան դու մտնում ես ոչ թե մեկ, ասին պետական համակարգ մտնում ես ոչ թե մեկ անհատով, այլ մտնում ես թիմով։ Եվ այդ թիմում աշխարհում ընդունված կարգ կա, համաձայնության են եկել 5 կուսակցություններ, տվյալ դեպքում մեր նախնական աշխատանքներն ասեմ։ Առաջին 5-ը լինում են այդ կուսակցությունների առաջնորդները կամ կուսակցությունների կողմից հատուկ նշանակված մարդիկ, հետո արդեն իրար հետ պայմանավորվում են, թե ցուցակի շարունակությունը ինչպես ձևավորվի։ Այսինքն այստեղ ընդհանուր հայտարարի գալու մեծ հնարավորություն կա։ Այնպես որ ընդհակառակը, այստեղ գործը ավելի հեշտ է, բայց պիտի չլինեն տրոյական ձիեր, չպիտի լինեն հետին նկատառում ունեցողներ։ Դեմոտ կան։ Դեռ պարզ չի։ Չէ, ինձ համար բավական պարզ է, բայց ես ինձ թույլ չեմ տա դրա մասին բարձրաձայնել, որովհետև պատասխանատու բան է։ Բայց ինձ համար ակնհայտ է ով է տրոյական ձի եւ ինչու համար է, այսինքն ինչու է որպես իշխանություններին հակադրվող ներկայանում, իրենք էլ մտերմիկ զրույցների ժամանակ ասում են, գիտես, եւ այլն եւ բացատրում են, բայց չեմ կարծում, որ մեր ունկնդրին հետաքրքիր են այդ բնույթի խոսակցությունները։ Գիտեք ինչ է ինձ մտահոգում, ով էլ հաղթի այս ընտրություններում, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 5 տարի հետո համապետական ընտրությունները։ Այսինքն նա 5 տարի էլի կասի իմ դեմ խաղ չկա, ով որ հաղթի։ Դա էր հենց մեր նպատակը, երբ մենք հանդես ենք գալի ժողովրդավարական դաշինքի առաջարկությամբ, միաժամանակ տալիս ենք մեր ծրագիրը, ունենալ խորհրդարանական մեծամասնություն, չեղարկել գործող սահմանադրությունը, 1-ից 2 տարվա ընթացքում ընդունել նոր սահմանադրություն, կազմակերպել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների նոր ընտրություններ։ Այդ ընթացքում մինչեւ այդ ընտրությունների կազմակերպումը մարդու իրավունքները հիմքերի հիմք համարելով զբաղվել ընթացիկ կառավարման հարցերով, բայց 1-2 տարում մեզ համար շատ ուրախալի էր, որ գրեթե նույն բովանդակությամբ 2 տարբեր նախագծեր ներկայացրեց ժառանգությունը։ Մեկը իրենց վարչության անունից, մյուսը որի դեմ Զարուհին ընդվզեց Զարուհու անունից, բայց նույն դրույթները պարունակում էին։ Այսինքն մենք դաշինք եւ ժողովրդավարական դաշինք կազմելով չենք պատրաստվում գնալ 5 տարի աշխատել մի սահմանադրության պայմաններում, որը ժողովրդավարության դեմ է ուղղված եղել ի սկզբանե։ Բավական է հիշել եմ, որ միակ այլընտրանքային տարբերակը չի քննարկվել։ Հետո այն, որ 70%-ը դեմ է քվեարկել։ Գիտեք, սա ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, երբ չէիր կարող թվեր բերել։ Սա արդեն շատ հստակ դրված է եւ ՀԱԿ-ն է ներկայացրել։ Բացի այդ, մեր պատվերով կատարած գիտական շատ լուրջ հարցումները։ Ու իմ մոտեցումն այն է, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանությունը, եթե դա կլինենք մենք, եթե կլինի մեր մեծամասնությունը, դա պիտի ընդամենը 1-2 տարի, առավելագույնը 2 տարի, 2 տարվա ընթացքում երկիրը, ինչպես ասում են, շնորհքի բերի եւ ամեն մեկը զբաղվի իր գործով։ Իսկ հաջորդ ընտրությունը արդեն կլինի գաղափարական ընտրություն, որտեղ գուցեև լինի այդպիսի դաշինք, ինչի մասին դուք եք ասում։
Միացյալ Նահանգներում ինչպես է, նախ 4 տարին մեկ է եւ երկրորդը 2 տարին մեկ անցկացում են կոնգրեսի ընտրություններ, այսինքն թարմացվում են կես-կես։ Գիտեք, նույնիսկ ավելին ասեմ, կոնգրեսի ներկայացուցչական պալատը ամբողջությամբ է թարմացվում։ 450 падգամավոր լրիվ 2 տարին մեկ թարմանում են։ Իսկ սենատը այո, այսպես է, 2 տարին մեկ 6 տարով ընտրվող սենատի կազմը ամեն 2 տարին մեկ թարմանում է։ Իմ բացարձակ ժողովրդավարության մոդելում, որը նաև ներկայացրի Արցախ, ցավոք սրտի նրանք միայն մասնակի որոշ բաներ ընդունեցին իշխանությունների տարանջատում ապահովող նախագահական համակարգը, որ նախագահը առանձին է ընտրվում, ազգային ժողովը առանձին, բայց այդ ժամկետների հարցը, որը շատ կարևոր գործոն է, եւ քաղաքացիների վերահսկողությունը, քաղաքացիների գերակայությունը ընտրվածների նկատմամբ ապահովելու լավագույն միջոց։ Այդ գաղափարը կամ չհասավ, կամ իրենց պետք էլ չի։ Հայաստանում իսկապես սարսափելի է։ Եթե հիմա այս ընտրություններում փոփոխություն չլինի, իսկ դա կարող է լինել միայն հզոր դաշինքի նպատակաուղղված աշխատանքների պայմաններում, մենք հայտնվելու ենք ահավոր ճահճի մեջ, որտեղ նաև պատասխանատու չի լինելու։ Հասարակ մի բան ասեմ, Պուտինը հանդիպում է Նազարբայևի հետ, Ղազախստանի նախագահ, հանդիպում է Հայաստանի վարչապետի հետ։ Հա, վարչապետի հետ, բայց վարչապետը գոնե ուղղակի, ասենք Գերմանիայի պես կամ Իսրայելի պես, ուղղակի ժողովրդի կողմից մեծամասնություն ստացած կուսակցության առաջնորդ լիներ։ Վարչապետը կարող է լինել պատահական մարդ, այսինքն ժողովրդի ձայնը իր վրա, այդ բեռը, ժողովրդի վստահությունը չի կարող անց, կամ մեր պաշտպանության համակարգը։ Այսպիսի փոփոխությունը կարող եմ հանգիստ խճով ասել, այնինչ Հայաստանում կատարվեց, դա մեծագույն դավաճանությունն էր, եւ կարելի ավելի խիստ բառեր ասել, այն մարդկանց հասցեին, ովքեր դա արեցին, ամենաստոր մարդիկ են իրենք, որովհետև խոսում էին, որ այս համակարգը լավն է, բայց այդ նույն ստոր մարդիկ, ավելի վատ բառեր կարելի ասել, ես չեմ ասի, նույն ստոր մարդիկ Արցախի սահմանադրության վերաբերյալ, որը հակադրությունն է այս սահմանադրության, նույնպես ասացին, այս սա շատ լավն է։ Հիմա վերջապես դուք որպես մասնագետ, ո՞րն եք համարում լավը։ Միայն ստոր մարդը կարող է ըստ պատվերի սկզբունքների մասին խոսել ու սկզբունքներ գնահատել։ Այս ընտրություններում կա մի ծուղակ իմ կարծիքով, չգիտեմ ոնց անվանեմ, ռեյտինգային ընտրություն է, հա, որը ըստ էության մեծամասնական ընտրություն է եւ որը ապաքաղաքականացնում է, որովհետեւ այդ ռեյտինգային ուրեմն ախպեր տղերքը նրանք ասեն ինձ ԲՀԿ, ՀԿ բան, ինչ չի հատրակնում։ Դու ինձ քո ախպորն ես ձայն տալիս, ես քեզ 5 տարի պահել եմ, լավաշ եմ բաժանել, չգիտեմ ինչ եմ արել, դու ինձ ես ընտրում եւ այդպիսի մարդիկ կդառնան պատգամավոր։ Ձեր մտահոգությունը ճիշտ է այս իշխանությունների պայմաններում, բայց ընդհանրապես որ ասեմ, այս ընտրական համակարգը ինչ որ ներկայացված է մեզ, աշխարհում չի գործող, այս աշխարհում այսպեսի բան չկա, բայց բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքային ընտրությունները, այսինքն ընտրատարածքները, որտեղ ոչ թե մեկ տեխնացու է, այլ մի քանի տեխնացու, աշխարհում տարածված է, մխիթարության համար ասեմ, որ թաղի տղերքը պիտի շատ աշխատեն, որովհետև ընտրատարածքները բավական մեծ են։ Եվ այստեղ է, որ դաշինքը ընտրատարածքների մեծ լինելու հանգամանքը կարողանա օգտագործել, որպեսզի ձայն տվողները իր մարդկանց տան, բայց դրա համար պիտի աշխատի։ Ես հիմա դաշինքի անդամ եմ եւ պիտի օրենքով փառաբանեմ, չէ՞, այն դաշինքի, որի անդամ եմ, բայց ցավոք սրտի ասեմ, որ մենք էլ բավարար չենք աշխատում, մենք արդեն պիտի գործերի կեսը, կարևորագույն գործերի կեսը առած լինենք, դանդաղում ենք։ Այսինքն կառույցներ, հանդիպումներ եւ այլն։ Հարցը միայն կառույցների չէ, նախ եւ առաջ տրամադրություններ, հանրային տրամադրություն, որովհետեւ հանրային տրամադրությունների առկայության դեպքում է, որ կառույցների տեղում իրենք էլ կձևավորվեն։ Մեր ունեցած կառույցները կտասնապատկվեն։ Բայց այդ մտահոգությունը կրկնեմ, միտքս կրկնում եմ, քանի որ տարածքները մեծ են եւ ամեն տարածքից ընտրվելու 7-8 հոգի, այդպես պայմանական ասենք, այդ 7-8 հոգին ամեն մեկը գոնե պիտի 30-40 հազար ձայն ստանա։ Այո, դա ավելի հեշտ է, քան ամբողջ Հայաստանի ընդգրկմամբ, բայց մյուս կողմից այնքան փոքր չի, որ դրա առաջ առնելու համար մենք պիտի սահմանադրության այն դրույթը, որ գործարար խորհրդարանական չի կարող դառնալ գործարարը, այդ դրույթը պիտի աշխատի, որ դու ինչի ես մասնակցում, կամ ընտրակաշառք բաժանելիս պիտի ազգային անվտանգության ծառայությունը ճիշտ աշխատել։ Բավական է 3-4 հոգու գործի վրա ձերբակալելու տանել դատարան։ Ցանկություն կա այդպեսի։ Հենց դա է։
որ այդ ցանկությունը կարող է առաջանալ միայն մեծ դաշինքի ձևավորման դեպքում։ Շատ բաներ, որոնց ցանկությունը ոչ միայն չկա, այլ կա հակառակ դրամադրվածություն, միանգամից կվերանա ու շատ падգամավորներ կասեն, այ ես չեմ ուզում տեխնատու դառնալ, եթե իսկապես կայանար այն դաշինքը, որ մենք էինք ուզում, եւ որը կարող է նույնիսկ այն ինչ որ մենք ծրագրել էինք մենք ամսի 24-ից անդամագրված ենք այս դաշինքին։ Դե պաշտոնապես իրենք արձագանքեցին մի քանի օր անց, բայց եթե այն ժամանակից մենք սկսեինք աշխատել, ես հավատում եմ, որ նույնիսկ արդեն ձևավորված միավորումներ էլ կասեին, եկեք եւս մեկ անգամ միավորվենք մինչեւ վերջնական ցուցակը տալը։ Դաշինքներում ինչպես են որոշումներ ընդունում։ Կոնսենսուսով թե ձայների մեծամասնությամբ։ Ես երեք առիթ ունեցա ասելու, որ եթե դիկտատորական դաշինք է, ապա այդ դաշինքում ինչ որ մեկին ասում են, դե դու որոշի էլի լավագույն դեպքում։ Մենք ձեզ շատ ենք վստահում, դուք որոշեք։ Կամ լինում է հակառակը, ինչպես ասենք Կարեն Դեմիրճյանի ժամանակ էր, որ ինքը ում նշանակում էր, նա էլ պիտի լիներ։ Հիմա մեր բնույթի դաշինքում, որը խոսում է ժողովրդավարությունից, բնականաբար պիտի ժողովրդավարական մոտեցումներ սկսեն քեզնից։ Եվ այնուամենայնիվ ես չխորանալով դրա մեջ երեք կատարեցի մի հայտարարություն, որը նաև իմ ընկերներին, իմ գաղափարական ընկերներին բավականին հուզեց եւ հանրությունն էլ զարմացած էր, շատ զանգեր եմ ստացել եւ ահագին նամակներ, որ այս ինչ եք անում, բայց մեզ հաշվի չեք առնում, դուք ինչպես կարող եք լինել մի դաշինքում, որի մեջ կա 5 կամ 6 կուսակցություն ու ասել, որ լավ, ես համաձայն եմ լինել 10-րդը։ Ուզում եմ ասել, որ այդ հարցը ինձ համար այնքան 10-րդական հարց է մեր առջև դրված մեծ խնդրի համեմատությամբ, որ նույնիսկ պատրաստ է ընդհանրապես չլինել։ Ընդհանրապես այդ ցուցակում ես չկամ, բայց այդ դեպքում ես խախտեմ ընդունված կարգը։ Ընդունված կարգն այն է, որ դուք առաջ ասացիք 5 կուսակցություն է, առաջին 5 դեմքերը պետք է լինեն առաջին տեղերում։ Այդպես ընդունված է աշխարհում։ Հետո արդեն կարող է մի կուսակցություն ունի պարլամենտական ֆրակցիա, մյուսը ունի մեծ միջոցներ, մեծ կազմակերպական կառույց, նրանք ասում են, օրինակ 6-ն ու 7-ը այս կուսակցությունն, 8-ն ու 9-ը մյուսին է։ Համաձայն եք, որ ձերն էլ լինի 9-րդը։ Այդպիսի հարցերը երբեմն տարբեր մեխանիզմներ կան լուծելու, եթե մարդիկ լուծում են համաձայնությամբ, ապա ի վերջո նույնիսկ ծայրահեղ ձև կա, ասում են լավ, 5-ի հարցը լուծեցինք, մյուսների հարցը վիճակահանությամբ։ Բայց օրինակ մենք հենց սկզբից մենք ասել էինք, որ այո, եթե օրինակ ՀԱԿ-ը միանա մեր դաշինքին, կամ մենք միանանք մի դաշինքի, որում իրենք կան, քանի որ իրենք ունեն պարլամենտական ֆրակցիա, բնականաբար իրենք պետք է մեզնից 2 անգամ շատ տեղեր ունենան։ Այդպեսին է այսօրվա իրողությունը։ Փողը, հա, փողի գործոնը, որը կարծես թե շատ մեծ դեր է խաղալու, եւ փող ունեն այն գումարները, որոնք պետք են, չգիտեմ, ճնշելու մարդկանց, ունեն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, դուք եւ մնացածները չունեն։ Ավելի կոնկրետ կարելի ասել, ունեն իշխանությունները եւ իշխանությունների հետ աշխատած մարդիկ։ Հիմա գումարը, ով որ կասի, որ գումարը որևէ դերակատարություն չունի, նա պարզապես չի հասկանում։ Ընդհանրապես քաղաքական գործունեությունը սկսում է նրանով, որ դու քո գաղափարները ներկայացնում ես, հետո այդ գաղափարները կյանքի կոչելու համար քաղաքացիներից գումար ես հավաքում, մենք այդպես աշխատել ենք 15 տարուց ավելի։ Մենք տնետուն մարդիկ էինք ուղարկում խմբերով եւ գումար էինք հավաքում ավելի քան բավարար մեր գործունեության համար։ Հետո եկան այդ ձեր ասած փողատերերը, նրանք փչացրին մարդկանց եւ հիմա լուրջ խնդիր է, չնայած մենք հիմա էլ չենք հրաժարվել դրանից, լուրջ խնդիր է, մարդուն մոտենում ես, ասում է, բայց գիտես, քիչ առաջ մարդիկ եկան մեզ փող տվեցին։ Դուք եք մեզնից փող հիմա ասում եք փող տվեք, որ ձեզ ծառայենք։ Մենք էլ ասում ենք, տեսեք, ձեզ փող տվեցին, որ դուք ծառայեք իրենց։ Մենք ասում ենք փող տվեք, որ մենք ձեզ ենք ծառայելու։ Ուրեմն գումարը իհարկե կարևոր է, բայց ես կարծում եմ, այստեղ էլ դաշինքի մասին պիտի խոսեմ, ինչի համար էր պետք դաշինքը։ Դաշինքը նրա համար էր պետք, որ նրանք ովքեր ուզում էին ոչ իրենց գործով զբաղվելու մտնել խորհրդարան, հասկանային, որ արդարություն պիտի հաստատվի Հայաստանում, եւ այդ գումարը, որ մենք ծախսում ենք հենց այնպես մի երկու մարդ անցկացնելու համար, այս ուժերի դրամադրելով մենք հետագայում մեծ խնայողություններ պիտի անենք։ Մեծ դաշինքի կայացման դեպքում, ճիշտ աշխատանքի դեպքում մենք նաև կարող ենք ընտրակաշարք վերցնելու դրամադրված մարդկանց բացատրել, որ այսօր դու ստանալու ես 20,000 դրամ, բայց հետո ամեն տարի կորցնելու ես 200,000 դրամ, հենց այդ նույն ուժերի պատճառով։ Իսկ եթե դու հրաժարվում ես այդ 20,000 դրամից, մեր կատարած բարեփոխումների արդյունքում եւ այնտեղ թվերով կարելի է ցույց տալ, դու ամեն ամիս կստանաս այդ 20,000-ը օրինական ճանապարհով, ոչ որպես ընտրակաշարք։ Պարզապես պիտի դաշինքը աշխատի, լավ կազմակերպվի, իր ուժերը ճիշտ բաշխի ու շատ բան հնարավոր է փոխել այսօր։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Մենք կհանդիպենք ուրբաթ օրը, ստեսություն։